Տեր-նշան երեք տեսանք, որ դատարանը մեղավոր ճանաչեց Միքայել Սրբազանին, ինչպես եք վերաբերվում դատարանի այս որոշմանը, արդյոք սպասելի էր նման որոշումը։ Այն պրոցեսը, որ ոչ իրավական պրոցես է սկզբից արդեն հայտնի է, ուստի սպասել էր, որ նման օրինակ ուրեմն վերդիկտ պիտի կայացներ, անօրինական է, ապօրինի է, արդարության դեմ է, արդար չէ, դատավարության ընթացքում քանի դատավարություններ ներկա են գտնվել, տեսել ենք այդ բացառիկ ապօրինությունը, բացառիկ անարդարությունը, որ ցուցաբերվում է իրավապահ մարմինների կողմից։ Երեկվանը երևի թե խաղումներ մեր իրավական համակարգի։ Տեր հայր, գիտենք, որ Միքայել Սրբազանին այն հոդվածը, որը վերագրում են 5 տարի ազատազրկում է իրենից ենթադրում։ Նաև Ինչ եք կարծում երկուշաբթի նշանակված վերջնական դատալսումների ժամանակ, ինչ-որ բան հնարավոր է փոխվի։ Գիտեք, ի տարբերություն շատ իրավաբանների, ես հրաշքներին հավատում եմ, Աստված ամեն ինչ կարող է փոխել։ Վերջի վերջո դատարանը ոչ միայն պետք է առաջնորդվի ճնշումներով, այլ դատարանը, դատավորը իր ներքին համոզմունքն էլ պետք է ունենա եւ Աստված չգիտես ինչ կարող է անել։ Տեր հայր, երկու սրբազաններ են կալանավորված, սա ինչի մասին է խոսում, իշխանության համար արդյոք նրանք այսպես վախեր են այդ մարդիկ առաջացնում իշխանության մոտ։ Դուք արդեն ձեր հարցի մեջ այդ պատասխանը տալիս եք, կարծում եմ, որ այն անձերը, ովքեր որ հզոր խոսք ունեն, որոնք կարող են ազդել առաջիկայի իմ կարծիքով ընտրությունների ժամանակ ժողովրդական զանգվածների վրա, այդ մարդկանց ոնց որ երևում է, որ մեկուսացնում են։ Տեր հայր, մյուս կողմից էլ տեսնում ենք, որ անտարբերությունն է շատ, երկու սրբազաններ են այս պահին կալանավորված, բայց հասարակությունը տեսակ տեղի չի շարժվում, նույն անտարբերությունն է, մենք այդ նույն անտարբերությունը տեսանք 2023 թվականին, երբ Արցախն է կորցնում։ Կարծում եմ, ոչ թե անտարբերությունն է, այդ գոյություն ունեցող ճնշումների, վախի, մթնոլորտի արդյունք է։ Թե չէ մարդիկ անտարբեր չեն, մարդիկ խոսում են տարբեր տեղեր, բայց վախենում են խոսել, բարձրաձայնել իրենց մտածածը։ Եվ կարծում եմ, որ իրավիճակը փոխվի ընտրություններով, երբ որ ժողովուրդը ելնի եւ ընտրի արդարության կողմը։ Իշխանության ներկայացուցիչները Ոչ թե չգնա ընտրության։ Իսկ եթե չեն գնում ընտրության, սա ինչ է։ Եթե չեն գնում ընտրության, ստացվում է այն, ինչի մեջ մենք հայտնվում ենք։ Որովհետև հստակ է, որ կա մի զանգված, որ կողմնակից է այսօրվա իշխանություններին, իրենք գնում են ընտրության։ Այն մարդիկ, ովքեր որ ուզում են, որ ինչ-որ բան փոխվի մեր երկրում, դեպի լավը, եւ իրենք գտնում են, որ կարող են անել, իրենք իրենց քաղաքացիական ուրեմն պարտքը պիտի անեն, պիտի գնան ընտրությունների եւ պիտի իրենց ընտրությունն անեն արդարության փոփոխություններին իրենց ձայնը տալով։ Տեր-նշան իշխանականները, հատկապես Շիրակի մարզից ընտրված պատգամավորները շարունակում են նշել, որ ժողովուրդը իրենց կուսակցությանը, իրենց քաղաքական թիմին շարունակում է ամեն օր շնորհակալություն հայտնել, որ Միքայել Սրբազանի մասին բացահայտել են ամբողջ ճշմարտությունը եւ հիմա այսպես մարդիկ ամեն ինչ գիտեն։ Ես կարծում եմ սուտ է։ Առաջնորդի մասին։ Ես կարծում եմ սուտ է դա։ Մեզ էլ այլ բան են ասում։ Մեր ժողովուրդը մեզ էլ այլ բան է ասում, ճիշտ դրա հակառակը։